Ցավերը ոտքերում կարող է լինել վտանգավոր։ Շատ հաճախ ցավերը ստորին վերջույթներում կարող են լինել նեյրոպաթիայի պատճառով, հատկապես այն հիվանդների մոտ, որոնք ունեն շաքարային դիաբետ։ Այդ ցավերը զուգորդվում են այրոցով, վառոցով, ծակծկոցով ոտնաթաթերում, հատկապես որոնք ուժեղանում են գիշերը։ Նման խնդիրը չունի արմատական բուժում, բայց այսօրվա ընտրության մեթոդն է, որը կարող է տալ երկարատև ցավազրկում 3-ից 6 ամիս, կարող է ավել, դա բոտոքսի ներարկումն է։ Եթե չեք կարող քայլել 50-ից 100 մետր և սկսում են ոտքեր ցավերում և այտուցներ, այո, այդ խնդիրները նույնպես կարող ենք լուծել։ Եթե ունեք վարիկոզ հիվանդություն, դա փոքրիկ միջամտությամբ այդ խնդիրը լուծվում է արդեն մշտական պերսպեկտիվայով։ Նման դեպքում աշխատում է և սոցփաթեթը, և պետպատվերը։ Ցավերը ստորին վերջույթներում կարող են լինել նաև զարկերակների խցանումից։ Սա լուրջ խնդիր է, որը կարող է բերել ստորին վերջույթի կորուստի։ Այս խնդիրը նույնպես կարելի է լուծել փոքրիկ միջամտությունների միջոցով, որը նաև կատարվում է և սոցփաթեթով, և պետպատվերով։ Դուք կարող եք ուղարկել բոլոր ձեր հետազոտությունները, որը կատարվել են, ստորին նշված հեռախոսահամարով WhatsApp-ի կամ Viber-ի վրա։ Գրանցվել խորհրդատվության կամ ներարկման բոտոքսի դուք կարող եք հեռախոսահամարով, որը նշված է տեսահոլովակի տակ։